Կրակը քո սրտում, Սեմի Թիփիթ, Գլուխ 4. Վկայելու զորություն։ Օհ, որքան էի սիրում իմ Փրկչին այդ ժամանակ, ամեն ինչ կտայի նրա համար։ Ինչ էի զգում մեղավորների համար այդ ժամանակ։ Թեև երեխա էի, բայց ուզում էի քարոզել և պատմել մեղավորներին իմ շրջապատից անուցել, վկայել իմ գթած, իմ աննման ու սիրելի փառավոր Փրկչի մասին։ Չարլզ Սպերջեն։ Որքան լավ ենք ճանաչում Քրիստոսին, գերբնականին, այնքան բնական ենք պատմում ամենքին նրա մասին։ Վկայելու մեր քաջությունը հետևանք է նրա մասին մեր ունեցած գիտելիքների։ Քրիստոսի ներկայությունը մեր միջից սեր է բխեցնում մյուսների հանդեպ, ինչը գերբնականորեն է կատարվում, սակայն գործադրելիս դառնում է բնական։ Հետևելով Արևելյան Գերմանիայի և Լեհաստանի սահմանին, ես լավ սովորել եմ հոգևոր զգոնության սկզբունքը։ Երիտասարդ կոմունիստների փառատոնից հետո ես ծառայել եմ մի քանի արևելյան երկրներում, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ օրենքներ և ազատության տարբեր աստիճաններ ուներ։ Թեպետ համերաշխության շարժումն ամենահայտնին էր Արևմուտքի թերթերում, սակայն քրիստոնյա ավետարանիչները Լեհաստանում ավելի շատ ազատություն ունեին, քան Արևելյան Եվրոպայի այլ երկրներում։ Լեհաստանի սահմանն անցնելը շատ հեշտ էր։ Լեհաստանում մենք անարգել հոգևոր ծառայություն արեցինք։ Անգամ մեր միկրոավտոբուսներից մեկն էլ էր առանց դժվարության անցել երաժշտական գործիքներով հանդերձ։ Ես վերջին օրը վաղ առավոտյան մեր խմբին բացատրեցի Արևելյան Գերմանիայի օրենքների և սահմանային անցուդարձի տարբերությունը։ Ներս սպրդելիս մենք պետք է մեծ զգուշությամբ մեր մասին վկայություն տայինք։ Արևելյան հատվածի գերմանացիները թույլ չեն տալիս աղմուկ հարուցող որևէ բան անցնի իրենց սահմանից ներս։ Սահմանի վրա նրանք բռնագրավում են ձայներիզներն ու տեսաֆիլմերը, բարձրախոսներն ու այն ամենը, ինչ իրարանցում կառաջացնի։ Նրանք խիստ զգույշ են սահմանային խուզարկումներ կատարելիս։ Ավելորդ է նշելը, որ սահմանին մոտենալիս մեզանից յուրաքանչյուրը 2 ժամ անընդմեջ լրջությամբ աղոթում էր։ Երբ մոտեցանք սահմանագծին, ավտոմեքենաների 2 մեծ շարասյուններ էին սպասում։ Արևելյան Գերմանիայի մաքսատան աշխատողները մեկ առ մեկ ստուգում էին յուրաքանչյուր ուղեբեռի և ավտոմեքենայի ամեն անկյունը, մինչ մենք շարունակում էինք լուռ աղոթել ու սպասել մեր հերթին։ Նրանցից մի քանիսը մանրազնին խուզարկում էին իմ միկրոավտոբուսից առաջ կանգնած մեքենան։ Ի վերջո հերթը մեզ հասավ։ Խոժոռադեմ մի զինվոր մոտեցավ իմ պատուհանին և ասաց. «Ես միայն մեկ հարց ունեմ»։ Այդ ընթացքում ես աղոթում էի։ Ի զարմանս ինձ նա հարցրեց. «Ինչ արժե այս միկրոավտոբուսը»։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու է նա այդ հարցը տալիս, սակայն ջանում էի հանդարտ երևալ, ասելով. «Չգիտեմ, մենք վարձել ենք այն»։ «Լավ, կարող եք գնալ»։ Հավատս չէր գալիս։ Նա ոչ մի ճամպրուկ չստուգեց, նույնիսկ մեքենայի ներսն էլ չնայեց։ Մենք առաջ շարժվեցինք ու կանգնեցինք մի քանի թաղամաս այն կողմ գտնվող այգում, որտեղ աղոթեցինք երկրորդ ավտոբուսի համար, որը մեզանից հետո էր կանգնած, և 2 րոպե անց այդ ավտոբուսն էլ երևաց։ Խմբի մյուս մասի հետ էլ էր նույնը պատահել։ Մենք աղոթքի և փառաբանության պահ անցկացրինք։ Տեսել էինք Աստծո հրաշքը իր սիրո նախախնամությունը։ Մենք շարժվեցինք դեպի տեղական երթուղային կայարան ճաշելու։ Ճաշարանը մարդաշատ էր, և 12-ից միասին ճաշելու հնարավորություն չկար։ Սակայն տեղի գերմանացիներն ունեին մի սովորություն, որը վկայելու մեծ հնարավորություն էր ընձեռում։ Նորեկը կարող էր նստել պատահած ազատ աթոռին, ուստի մենք բաժանվելով նստեցինք մոտավորապես 6 տարբեր սեղանների շուրջ։ Կերակուրը պատվիրելուց հետո խմբի անդամների առջև մի խնդիր ծառացավ։
պետք էր աղոթել ուտելուց առաջ, երբ առավոտյան հատուկ դասախոսություն էի լսել և այժմ արևելագերմանացիների հետ նույն սեղանի շուրջ էին նստել։ Այդ պահին կարևոր չէ, թե ինչ էի ասել նրանց, նրանք միայն սիրող հոր ողորմածությունն էին տեսնում։ Գերբնականը բնականորեն կերակուրի համար Աստծուն շնորհակալություն հայտնելն էր։ Բոլորս էլ նույնն էինք արել, ինչը մեզ համար վկայության դուռ էր բացել։ Սեղանակիցս մի տիկին խնդրեց, որ աղոթեմ իր համար։ Նրա ամուսինը վթարի էր ենթարկվել և օրհասական վիճակում էր գտնվում։ Այդտեղից նա տեսակցության էր գնալու։ Հիսուսի սերը նրա հետ կիսելու հրաշալի առիթ ընձեռվեց ինձ։ Իմ կինը Թեքսը Հիսուսի մասին պատմեց մեր կողքի սեղանի շուրջը նստած երիտասարդներին։ Այլ երիտասարդներ, ականատես լինելով այդ ամենին, իրենք էլ ցանկացան լսել Հիսուսին անհատապես ճանաչելու մասին։ Մեզանից յուրաքանչյուրը վկայում էր իր բոլոր սեղանակիցներին։ Երաժիշտներից մեկն էլ գերմաներեն չիմանալով իր սովորած գերմաներեն երգերից մեկը երգեց։ Երբ մենք պատրաստվում էինք դուրս գալ ճաշարանից, մարդիկ դեռ շարունակում էին հարցեր տալ Հիսուսի մասին։ Ես մի քանիսի հետ աղոթեցի և խորհուրդներ տվեցի։ Թագավորի մոտ եղած մարդու համար ավելի դժվար է այդ մասին չվկայելը, քան թե վկայելը։ Վաղ շրջանի եկեղեցու քաջությունն ուղղակի անդադար աղոթքի կյանքի հետևանք էր։ Գործք 4:31-ում ասում է. «Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, ուր նրանք հավաքված էին, ամենքը լցվեցին Սուրբ Հոգով ու համարձակությամբ Աստծո խոսքն էին խոսում»։ Եթե ուզում ենք Քրիստոսի արդյունավետ վկան լինել, պետք է Աստծո մասին 3 բան իմանանք. ով է մեզ ուղարկողը, ով է մեզ հետ և ով է մեր մեջ, որ ամեն իրավիճակում ուժ, զորություն ու քաջություն է տալիս։ Շատերը կարծում են, թե քաջ լինելով է, որ գնում եմ դժվարին տեղեր։ Նրանց թվում է, թե քաջությունն իմ անհատականության դրսևորումն է, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Թեքսն ու ես ծիծաղում ենք, երբ մարդիկ խոսում են իմ քաջության մասին։ Քանի որ մեր ամուսնության առաջին օրերին ինձ համակել էր պարտականությունների երկյուղը, այժմ պարտավոր էի հոգալ իմ ընտանիքի կարիքները և պաշտպանել իմ ընտանիքը, ինչն անսովոր էր ինձ համար։ Մի գիշեր էլ լպիրշ հեռախոսազանգեր անհանգստացրին մեզ, որոնցից ես շատ էի վախեցել։ Մեր առանձնատան դուռը ամուր կողպեցինք և սեղանը հենեցինք դռանը։ Դրանից հետո Թեքսն ու ես հյուրասենյակի թախտի վրա քնեցինք։ Թեքսը բացահայտել էր, թե որքան էր իր ամուսնու քաջությունը։ Իրականում նապաստակի պես վախկոտ է։ Այդուհանդերձ, ես եղել եմ աշխարհի մի քանի ամենավտանգավոր երկրներում։ Հիսուսի մասին վկայել եմ Չիկագոյի ամենաքրեածին մի քանի շրջաններում։ Ինձ սպառնացել են փողոցային ավազակախմբերը, ձերբակալվել եմ ոստիկանության կողմից, մի կոմունիստական երկրում հետապնդվել ու ձերբակալվել եմ, որից հետո տեղափոխվել մեկ այլ երկիր։ Այս ամենը պատահել է Հիսուսի մասին վկայելիս։ Հակասական կթվա, եթե ասեմ, որ ես երկչոտ մարդ եմ, սակայն դա է ճշմարտությունը։ Գիտեմ, որ Հայրն է ինձ ուղարկել, ուստի այլևս որևէ բանից, որևէ մեկից չեմ վախենում։ Որքան շատ եմ ճանաչում Նրան, այնքան անվախ եմ դառնում Նրա որդու համար գործելիս։ Հիսուսը իր աշակերտներին ուղարկելիս 2 բան ասաց. նախ նրանց ուղարկելու է այնպես, ինչպես Հայրը իրեն էր ուղարկել, և երկրորդ նրանց ուղարկում է որպես գառներ գայլերի մեջ։ Սրանցից ոչ մեկը շատ քաջալերական չէր աշակերտների համար։ Հիսուսը շարունակ ասում էր, որ Հայրն իրեն ուղարկել է Երուսաղեմում մեռնելու։ Նա նրանց ոչ միայն իր խաչի մասին էր պատմում, այլ նաև ասում էր, որ նրանք էլ խաչեր ունեն կրելու։ Խաչը մարդու կողմից երբևէ ստեղծված ամենադաժան պատժամիջոցներից մեկն է։ Զարմանալի չէ, որ աշակերտներից շատերը վախեցած էին և Հիսուսին խաչելիս փախել էին։ Սակայն փառք Տիրոջը, հալելույա, Հայրը նրան խաչի վրա չթողեց, այլ հարություն տվեց գերեզմանից և հաղթություն տվեց նրան մարդու ամենավատթարագույն թշնամիների
մահվան, դժոխքի և սատանայի հանդեպ։ Հարությունից հետո աշակերտներն այլևս երկչոտությամբ չէին գործում, այլ քաջասրտորեն։ Հիսուսին ուրացող Պետրոսը դարձել էր Հիսուսին հռչակող Պետրոս։ Աշակերտները տեսնում էին սիրո խորզորությունը, նախախնամությունն ու պաշտպանությունը։ Դա էր նրանց քաջալերում, որ գնային այնտեղ, ուր նա էր ուղարկում։ Այդ աշակերտներից գրեթե բոլորը մարտիրոսվեցին հռչակելով Հիսուսի հրաշալի շնորհը։ Երիտասարդ կոմունիստների համաշխարհային փառատոնի ժամանակ մի չեխ կաթոլիկ երիտասարդ քահանա լսել էր, որ վկայում ու քարոզում եմ Ալեքսանդր Պլացի աթեիստ երիտասարդներին։ Նա գաղտնի խնդրեց ինձ, որ իր երկիրն էլ գնամ և այնտեղի երիտասարդներին էլ պատմեմ Հիսուսի մասին։ Նա նաև պատմեց, որ իր հայրենիքում շարունակ աղոթել է, որ Տերն իրեն առաջնորդի հիշյալ փառատոնին ներկա գտնվելու և ներքին համոզում է ունեցել, որ հանդիպելու է մի քրիստոնյայի, որն օգնելու է իր երկրի երիտասարդներին, Հիսուսի մասին վկայելով։ Փոքրինչ անսովոր է թվում այն փաստը, որ Չեխոսլովակիայից կաթոլիկ մի քահանա գալիս է Արևելյան Բեռլինի աթեիստական հավաքույթին և ամերիկացի մի մկրտական քարոզչի հրավիրում է ավետարանը չեխ երիտասարդությանը քարոզելու։ Երկարատև աղոթքներից հետո Ֆրեդ եպիսկոպոսը և ես համոզվեցինք, որ հայրն է մեզ ուղարկում Չեխոսլովակիա Հիսուսի մասին վկայելու։ Մի քանի ամիս անց այնտեղ էինք և չգիտեինք, թե ինչ է մեզ սպասվում։ Ուրախացանք տեսնելով մեր նոր ընկերոջը, որը մեզ իր սենյակն առաջնորդելով ցույց տվեց մի փաթեթ։ Նա 4 հոգևոր օրենքներ գրքույկը թարգմանել էր սլովակերեն և այն մեզ համար բազմացրեց։ Վերցրեք այս գրքույկները, խնդրեմ, և երիտասարդներին պատմեք Հիսուսի մասին։ Հաջորդ օրը ես ու Ֆրեդը գնացինք համալսարան, փորձելով հանդիպել ուսանողների և նրանց հետ բաժնեկցել Հիսուսի մասին։ Ֆրեդը խոսեց 2 օրիորդների հետ, որոնք շատ հետաքրքրված էին Հիսուսով։ Նրանք երկուսն էլ անգլերեն լավ էին խոսում և ասեցին, որ ուզում են անձնապես ճանաչել Հիսուսին։ Ֆրեդի հետ աղոթելուց հետո ասացին, որ իրենց ընկերներն էլ Հիսուսի մասին լսելու կարիք ունեն։ Նաև տեղյակ պահեցին, որ կարող են հաջորդ օրը գաղտնի հանդիպում կազմակերպել համալսարանի բազմաթիվ ուսանողների հետ։ Հուզմունքից մենք հենց սրահի մեջտեղում ծունկի գալով շնորհակալություն հայտնեցինք մեր երկնավոր Հորը։ Խմբով երգելով փառաբանում էինք Նրան։ Մարդիկ սկսեցին խմբվել մեր շուրջը։ Վեր նայելով տեսա, որ սրահը լի էր ուսանողներով, որոնք շրջապատել էին մեզ։ Ծնկի վրա Հիսուսին փառաբանող 2 ամերիկացիներից։ Մենք ոտքի ելանք և սկսեցինք քարոզել, ես գերմաներենով, իսկ Ֆրեդը անգլերենով։ 30 րոպե քարոզելուց հետո համալսարանի պահակախումբը գերմաներենով հարցաքննեց մեզ և դուրս վռնդեց տարածքից։ Բարեբախտաբար ես նրանցից ավելի լավ գիտեի գերմաներեն, այնպես որ կարողացա խույս տալ մեր մասին որևէ տեղեկություն տալուց։ Կեսգիշերին, երբ արդեն հյուրանոցի սենյակում էինք, Ֆրեդը զգաց, որ մեզ վտանգ է սպառնում։ Ողջ գիշեր չքնեց և կարծում էր, թե պետք է անհապաղ հեռանանք այդ երկրից։ Ես առարկեցի. մենք այժմ չենք կարող հեռանալ, քանի որ պետք է հանդիպենք այդ երիտասարդներին։ Ֆրեդը համաձայնեց հանդիպել այդ 2 ուսանողներին, որոնցից միայն մեկը հայտնվեց և շատ տագնապահար տեղեկացրեց, որ հանդիպումը չի կայանալու, քանի որ իշխանությունները տեղյակ են դրան։ Նաև զգուշացրեց, որ եթե արագ չհեռանանք երկրից, մեզ կարող են ձերբակալել, քանի որ հյուրանոցից հյուրանոց ընկած փնտրում են 2 քրիստոնյա օտարերկրացիների, առանց նրանց ազգությունն իմանալու։ Շեշտեց, որ անհրաժեշտ է անհապաղ հեռանալ։ Մենք արագ ճշտեցինք և հասանք Վիեննա մեկնող վերջին գնացքին։ Ապահով տեղ հասնելով մեկ այլ անակնկալի հանդիպեցինք։ Մեր ողջ ամերիկյան դրամը փոխանակել էինք չեխական դրամով, քանի որ ծրագրել էինք Եվրոպայում գտնվելու ժամանակի կեսն այնտեղ անցկացնել։ Արևելյան Եվրոպայի դրամը քիչ արժեք ուներ Արևմուտքում, ուստի երբ այն վերածեցինք տեղական դրամի, շատ չնչին գումար կազմեց։ Մեր տոմսերով միայն Արևմտյան Գերմանիայի Ֆրանկֆուրտից
ԱՄՆ մեկնելու իրավունք ունեինք, հետևաբար չէինք կարող Վիեննայից թռչել։ Հաշվեցինք, որ մեր ունեցած գումարով կարող էինք Ավստրիայից Զալցբուրգ քաղաքը հասնել և այնտեղ մի էժանագին հյուրանոցում սենյակ վարձելով մեր ողջ գումարը կսպառվի։ Զալցբուրգում հանգիստ գիշերելուց հետո չէի ուզում անկողնուցս վեր կենալ։ Ֆրեդը վաղ արթնանալով դրսում քայլում ու աղոթում էր։ Ներս մտնելով ինձ ասաց. «Դե Սեմի, վեր կաց ու փառաբանիր Տիրոջը»։ Ես այնպես նայեցի նրան, կարծես դիմացինս կիսախելագար էր։ «Ֆրեդ», ասացի ես, «մենք ոչ փող ունենք, ոչ կերակուր, ոչ կացարան, ոչ փոխադրամիջոց, մենք փակված ենք այս քաղաքում և ոչ մեկին չենք ճանաչում, ինչ ենք անելու»։ «Փառք Աստծո, Սեմի», պատասխանեց Ֆրեդը, «սիրող հայրը հոգալու է մեր մասին»։ Իմ հագնվելուց մի քանի րոպե անց գետնին ընկած մի ճմրթված թղթի կտոր տրորեցի, որը վերցնելով ցնծացի, դա արևմտագերմանական 100 մարկանոց էր և կարող էր բավարարել մեզ Ֆրանկֆուրտ հասնելու և այնտեղից ԱՄՆ մեկնելու։ Աստված մի արժեքավոր դաս սովորեցրեց ինձ. եթե հայրն է զավակին ուղարկողը, ապա նա նաև կհոգա նրա կարիքը։ Եվ ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ահա Սուրբ Գրքի ամենամխիթարական խոստումներից մեկն է։ Երեխա ժամանակս վախենում էի խավարից, սակայն հորս կամ մեծ եղբորս ներկայությամբ վստահ էի, որ ոչ մի վատ բան չի պատահի։ Հիսուսը մեզ ուղարկում է չարիքով ու վտանգով լի խավար աշխարհ։ Մենք հոր ոչխարներն ենք և աշխարհում գայլերի ոհմակը պատրաստ է մեզ հոշոտելու, իսկ այդ գայլերն են մերժումը, հալածանքը, անապահովությունը և վախը, այդուհանդերձ մեծ հովիվը՝ Հիսուսը, խոստացել է մեզ հետ լինել։ Գայլերը փախչում են հովվին տեսնելիս։ Երբ ես ու Թեքսը դեռ նոր էինք սկսել մեր ծառայությունը Ռումինիայում, ամեն օր սարերում գաղտնի հանդիպելով համալսարանի մի քանի ուսանողների հետ, նրանց սովորեցնում էինք աշակերտության և ավետարանչության հիմնական սկզբունքները։ Լիդիա անունով մի աղջիկ անհագուրդ ծարավ ուներ Հիսուսի հանդեպ։ Մի օր, քանի որ նա ջերմություն ուներ, նրան հորդորեցինք, որ մեզ հետ սար չգա։ Նա համառելով պատասխանեց. «Ես գալու եմ, որ սովորեմ, թե ինչ պետք է պատմեմ Հիսուսի մասին իմ ընկերներին»։ 1.5 տարի անց հանդիպեցի համալսարանի այդ ուսանողների հետ և նրանք ինձ պատմեցին Լիդիայի քաջ ու համարձակ գործունեության մասին։ Նրան հարցրի, թե արդյոք վկայելու հատուկ մեթոդ ունի։ Պատասխանեց. «Օ, ոչ, ես պարզապես ամեն օր ինքս ինձ հանձնում եմ Սուրբ Հոգուն և նա ինձ քաջություն է տալիս»։ Մի անգամ համալսարանում մի աղջկա է վկայում և կարծում էի, թե շատ է հետաքրքրված Հիսուսով, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ նա գաղտնի ոստիկանության աշխատակից է, ինչն ինձ վհատեցրեց ու վախեցրեց։ Հարցրեցի, թե ինչպես հաղթահարեց այդ վախը։ Նա ժպտալով պատասխանեց. «Իմ մեջ ներաբնակ Սուրբ Հոգին ինձ հարատև քաջություն է տալիս»։